Ողջույն սիրելի բարեկամներ, մեր օրգանիզմը ամեն օր ենթարկվում է տոքսինների հարձակման, վատ սնունդ, աղտոտված օդ, դեղահաբեր և ստրես։ Այս ամբողջ հարվածը իր վրա վերցնում է լյարդը։ Երբ լյարդը ծանրաբեռնվում է, մենք սկսում ենք զգալ քրոնիկական հոգնածություն, մաշկային խնդիրներ և մարսողության խանգարումներ։ Ինչու է բազուկը համարվում լյարդի թիվ 1 ընկերներից մեկը։ Պատասխանը թաքնված է դրա քիմիական բաղադրության մեջ։ Բազուկին այդ վառ կարմիր մանուշակագույն գույնը տվող պիգմենտը կոչվում է բետային։ Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բետայինը կանխում է լյարդի ճարպակալումը, այն օգնում է քայքայել լյարդում կուտակված ավելորդ ճարպերը։ Սա չափազանց կարևոր է նրանց համար, ովքեր տառապում են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ։ Ակտիվացնում է ֆերմենտները։ Բազուկը խթանում է լյարդի այն ֆերմենտների աշխատանքը, որոնք պատասխանատու են օրգանիզմից տոքսիններն ու ծանր մետաղները դուրս բերելու համար։ Նաև պաշտպանում է բջիջները։ Բազուկը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են բորբոքային գործընթացները և պաշտպանում են լյարդի բջիջները հեպատոցիտները վնասումից։ Բացի այդ, բազուկը պարունակում է մեծ քանակությամբ նիտրատներ, որոնք օրգանիզմում վերածվում են ազոտի օքսիդի։ Այն ընդլայնում է արյունատար անոթները, բարելավում է արյան շրջանառությունը, ինչի շնորհիվ լյարդը ավելի լավ է սնուցվում թթվածնով։ Շատերը կարծում են, որ եթե լյարդը չի ցավում, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Սակայն լյարդը չունի նյարդային վերջույթներ։ Այն լուռ օրգան է և սկսում է ցավել միայն այն ժամանակ, երբ չափսերով մեծանում է և սեղմում է իր պատյանը։ Իսկ ինչպես հասկանալ, որ լյարդը ծանրաբեռնված է և բազուկի կարիք ունի։ Անվերջանալի հոգնածություն։ Արթնանում եք արդեն իսկ հոգնած, նույնիսկ երկար քնելուց հետո։ Դառնության զգացում բերանում, հատկապես առավոտյան ժամերին։ Մաշկի որակի վատացում։ Հաճախակի ցան, քոր կամ մաշկի գունատություն, դեղնավուն երանգ։ Ծանրության զգացում։ Աջ կողատակում ուտելուց հետո առաջացող տհաճություն։ Եթե նկատում եք այս ախտանիշները, ժամանակն է օգնել ձեր օրգանիզմին, և ամենապարզ և բնական միջոցը բազուկի հյութն է։ Լյարդը մաքրող հզոր հյութի բաղադրատոմսը։ Ինչպես ճիշտ օգտագործել բազուկը, որպեսզի ստանանք առավելագույն օգուտ։ Մաքուր բազուկի հյութը չափազանց թունդ է և կարող է գրգռել ստամոքսը, ուստի մենք կպատրաստենք հզոր միքս։ Բաղադրիչները՝ 1 միջին չափսի հում բազուկ, 1 խնձոր, ավելի լավ է կանաչ լինի, թթվաշ, 1 գազար, կես կիտրոնի հյութ, փոքրիկ կտոր կոճապղպեղ, իմբիր։ Պատրաստման և օգտագործման եղանակը։ Կեղևազրկեք բոլոր բաղադրիչները և անցկացրեք հյութաքամիչով։ Եթե հյութաքամիչ չունեք, կարող եք մանրացնել բլենդերով և քամել թանզիֆով (մարլյայով)։ Բազուկի հյութը պատրաստելուց անմիջապես հետո չի կարելի խմել։ Թողեք այն բաց տարայով սառնարանում մնա մոտ 1-ից 2 ժամ։ Սա թույլ կտա, որ դրա մեջ եղող որոշ անկայուն նյութեր գոլորշիանան, ինչը կկանխի սրտխառնոցը կամ գլխապտույտը։ Խմեք այս հյութը օրական 1 անգամ, ցանկալի է ուտելուց 30 րոպե առաջ կամ ուտելուց 2 ժամ անց։ Սկսեք փոքր չափաբաժնից, օրինակ 50 մլ-ից և աստիճանաբար հասցրեք 1 բաժակի։ Կուրսի տևողությունը 2 շաբաթ։ Չնայած իր բոլոր հրաշալի հատկություններին, բազուկը դեղամիջոցի պես ուժեղ է, ինչը նշանակում է, որ այն ունի հակացուցումներ։ Պետք է զգույշ լինել կամ խուսափել բազուկի հյութից, եթե ունեք երիկամների քարեր։ Բազուկը հարուստ է օքսալատներով, որոնք կարող են նպաստել երիկամներում քարերի առաջացմանը։ Ցածր արյան ճնշում, հիպոտոնիա։
Բազուկը արագորեն իջեցնում է ճնշումը։ Եթե ձեր ճնշումը արդեն իսկ ցածր է, այն կարող է առաջացնել թուլություն։ Շաքարային դիաբետ։ Բազուկը ունի բարձր գլիկեմիկ ինդեքս և պարունակում է բավականին շատ բնական շաքարներ։ Ստամոքսի խնդիրներ։ Սուր գաստրիտի կամ բարձր թթվայնության դեպքում հում բազուկի հյութը կարող է ցավեր առաջացնել։ Եվ մի վախեցեք, եթե այս հյութը օգտագործելուց հետո ձեր մեզը կամ կղանքը ստանան կարմրավուն երանգ, դա լիովին բնական է և կոչվում է բետուրիա։ Լյարդի լավագույն մաքրումը վնասակար սովորություններից հրաժարվելն է, իսկ բազուկը ձեր հուսալի գործիքն է այս ճանապարհին։ 1-2 շաբաթվա այսպիսի բնական թերապիան կարող է թարմացնել ձեր մաշկը, տալ ձեզ էներգիա և թեթևություն։ Սիրելի բարեկամներ, եթե դեռ չեք բաժանորդագրվել ալիքին, բաժանորդագրվեք, որպեսզի նոր և օգտակար տեսանյութերը բաց չթողնեք։ Նաև մեկնաբանություններում կարող եք գրել՝ արդյոք սիրում եք բազուկ և երբևէ փորձել եք այս բազուկի հյութը։